Մենք հենց սկզբից կոչ էինք արել, որ Գյումրիի քաղաքացիները քվեարկեն հանուն քաղաքացիական պայմանագրի իշխանազրկման եւ շնորհակալ ենք գյումրեցիներին, որ իրենց քվեով իրենք հաստատեցին, որ եկել է այդ պատմական պահը, որ հենց Գյումրիում պետք է իշխանազրկել իշխող ուժին։ Հաստատուն գյումրեցին իր քվեն տվել է հայտնի, ինչպես դուք ասեցիք, իշխանազրկման դիմացով, նա գնդակը ձեր դաշտում է, այսպես ասած 4 ընդդիմադիր ուժերի, քանի որ միայն քաղաքացիական պայմանագիրն է Շենո հաղթարել 34%-ային հավաքել։ Ինչ քննարկումներ են եղել Երևանից մինչև այս պահը։ Մենք առաջինն ենք եղել, որ հայտարարել ենք Մայր Հայաստան դաշինքի առաջնորդ Թևանյան Անդրանիկը առաջինն է եղել, որ հայտարարել ենք, որ մեր համար ամենակարևորը քաղաքացիական պայմանագրին իշխանազրկելն է եւ մենք մեր քվեն տալիս ենք հանուն իշխանափոխության, մենք չունենք որևիցե քաղաքական ուժի հետ միանալու, միավորվելու, պաշտոն բաժանելու, մեզ ոչ մի պաշտոն պետք չի, մենք չենք եկել այս ընտրություններին մասնակցելու, որ մանդատ ստանալով փորձենք սագարգել որևիցե քաղաքական ուժի հետ, մեր միակ խնդիրը իշխանազրկելն է քաղաքացիական պայմանագրին եւ մենք մեր քվեն տալիս ենք հանուն դրա։ Որևիցե մի պարագայում գյումրեցին չի տեսնելու, որ իր քվեն որևիցե մեկին է տվեցվել, ամեն ինչ անելու ենք, որ մեր մանդատները օգտագործենք Գյումրի քաղաքի զարգացման համար, ամեն ինչ անելու ենք, որ քաղաքացիները իրենց հարցերի լուծումը չստանալով կարողանան մեզ վստահված մանդատները օգտագործել, որ իրենց հանդեպ որևիցե ապօրինություն տեղի չունենա եւ յուրաքանչյուր քաղաքացի գյումրեցի հասկանա, որ իր քվեն իզուր չի տվել մեր թիմի օգտին։ Մարտուն Գրիգորյանից մինչև պահը հայտնի չէ եւ նա չի ասել, թե ինչպես է վարվելու, ում հետ է կոալիցիա կազմելու, համագործակցելու։ Եթե այնպես ստացվի, նաեւ հայտնի է նրա եւ Վարդան Ղուկասյանի միջև տարաձայնություններ, եթե այնպես ստացվի, որ նրանք միանան ԿՊ-ին, այսինքն Մարտուն Գրիգորյան, ինչ եք անելու, կամ դուք անձնապես խոսել եք Մարտուն Գրիգորյանի հետ։ Ես չեմ ուզում ժամանակից առաջ ընկնենք, քանի չենք լսել իրենց մոտեցումը, իմ կարծիքով կլինի հայտարարություն, դրանից հետո նոր մենք կփորձենք արձագանքել։ Խոսել եք իր հետ։ Ընթացքում թե ինչու՞։ Ես միջնորդավորված եմ խոսել եւ դեռ չունեմ հստակ չունեմ ես ինֆորմացիա եւ սպասում ենք իր հայտարարություններին։ Զանգում եք չի պատասխանում։ Դե այդ մանր դետալների մեջ ինչ ենք մտնում։ Զանգում ենք չի պատասխանում, 4-րդ զանգից նոր պատասխանեց, 6-րդին կախեց, ասավ հետ կզանգեմ, իմաստ չեմ տեսնում այդ մասին այս բանը խոսել, որովհետև դա գործին օգուտ չի տալիս։ Այսինքն ունեք սցենարներ, եթե օրինակ այլ տարբերակ լինի եւ ընդդիմությունը չկարողանա միասնական լինել 4 ուժով։ Այսինքն կա սցենար, ինչ անեն 3 ընդդիմադիր ուժով։ Մեր մասով առաջին իսկ օրվանից ընտրությունների եղել է հայտարարություն, որ մեր մինիմալ ծրագիրն է իշխանազրկել քաղաքացիական պայմանագրին եւ մաքսիմալը ստանձնել Գյումրիի կառավարումը։ Եվ միակ ուժն ենք, որը Գյումրիի զարգացման հեռանկարային ծրագիր է առաջ քաշել եւ մենք ակնկալում ենք գյումրեցու քվեն, որբիսի այդ ծրագրի իրագործմանը մեծ դեր ունենանք եւ կարողանանք Գյումրիի զարգացումը դնել, այսպես ասած, գծերի վրա։ Եթե չի ստացվելու այդ, այսպես ասած, միավորումը, մենք փորձելու ենք դառնալ այն ուժը, որը աջակցելու է միավորմանը եւ իր կոչերով հանդես է գալու, որ բաց չթողնենք պատմական շանսը։ Մեր մանդատները միմիայն ծառայելու են Գյումրեցուն եւ մեկ նպատակ է հետապնդելու, որ իշխանազրկեն քաղաքացիական պայմանագրին։ Որևիցե այլ
կուլիսային բազարներ, պաշտոնակռիվ, պաշտոնների բաշխում չենք ակնկալում։ Եթե առաջարկվի էլ մեզ քաղաքապետարանում որևիցե պաշտոններ, մենք հրաժարվելու ենք։ Մենք չենք ուզում որևիցե ուժի հետ կիսել քաղաքական պատասխանատվությունը, մենք ուղղակի մանդատներով քվեարկություն ենք տալիս, որ քաղաքացիական պայմանագիրը չունենա իշխանություն Գյումրի քաղաքում։ Մնացածը արդեն կախված է մյուս քաղաքական ուժերից, եւ այսպես ասած իրենց ժամանակն է, որ կարողանան հայտարարություն անել եւ պարզ դառնա ի վերջո ուր ենք հասնելու։ Հիմա որոշ տեղություններ են շրջանառվում, որ ընդդիմադիր տեխնացուների ցուցակներում կան, այսպես ասած, թաքնված տվյալ ԿՊԱ-ականներ եւ հնարավոր է նրան օգնել Սարիկ Մինասյանին քաղաքապետ դառնալ։ Ձեր ցուցակի, ձեր ավականների վրա դուք վստահ եք։ Մեզ չի վերաբերվում, իհարկե վստահ ենք, մենք եթե վստահ չլինենք, չենք մտնելու այս պայքարի մեջ։ Մեր թիմը շատ լավն է, մեր երիտասարդները հիանալի են, անգամ բռնաճնշումների օր ինքնակազմակերպեցին եւ փողոցային պայքարի միջոցով ցույց տվեցին, որ իրենք կարող է կոդրվեն, նաեւ իշխանություններին մեսիջ տվեցին, որ որևիցե պարագայում իրանք կոդրվողը չեն։ Իսկ այդպիսի թիմից ակնկալել որևիցե դավաճանական քայլ, հենց դա է դավաճանական մոդեցում։ Ես օգտվելով առիթից նաև շնորհակալություն եմ հայտնում բոլոր գյումրեցիներին, բոլոր ընդդիմադիր միավորներին, քվե տված գյումրեցիներին, որ հենց միացան մեր կոչին եւ ձայնը տվեցին ընդդիմադիր ուժերին, առավելագույն ձայնը։ Շնորհակալ ենք նաև Մայր Հայաստան շարժմանը, Մայր Հայաստան շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանին, ով նաև եւ խոսք է տվել եւ հայտարարել է, որ ամբողջական իշխանափոխությունից հետո Գյումրիի զարգացումը իր համար եւ Մայր Հայաստան շարժման համար լինելու է առաջի պլան։ Եվ այս ամբողջ գործընթացի ընթացքում բազմիցս մենք ապացուցեցինք գյումրեցիներին, որ մենք որևիցե ակնկալիք կուլիսային պայմանավորվածության կողմնակից չենք եւ գնում ենք միմիայն պաշտպանելու գյումրեցիների շահերը եւ մեր մանդատները օգտագործելու այն քաղաքացիների համար, որոնց իրավունքները քաղաքապետարանում ընդհանրապես գից կառույցներում եւ քաղաքում ոտնահարվելու են։